ճանապարհների մասին խոսենք, Դիարմավիրի մարզում ահագին ճանապարհների վիճակը շատ լավ է, չնայած բոլոր զարգացումները Հեսա չի նշանակում, որ հարաբերությունում տեն ճանապարհ չկա, որ վատ վիճակում չի, կամ տենց բակ չկա, որտեղ փոշ չկա, կամ տենց խնդիրը դրա մասին չի, խնդիրը նրա մասին է, որ մենք 500 կիլոմետր դրանցիկ, չէ։ 505 կիլոմետր 2025 թվականին կառուցել վերակառուցել միայն պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւս 50 կիլոմետր ճանապարհ կառուցել վերակառուցել են սուբվենցիոն աշխատանքների շրջանակով, որտեղ պետությունը մինչև 60% համակարգի կապացան։ Հիմա մենք 26-ին ենք 2026-ին պլանավորենք 500 արդեն 400 մասով օգտվենք գործընթացում ենք, ինտեղ որտեղ եղանակապետական շինարարական աշխատանքն է սկսել սուրի վերջի այցի ժամանակ մենք հանդիպել շինարարություն։ Դե Սարավի մասով 35 կիլոմետրանոց հատվածում աշխատել են մինչև դեկտեմբերի 30-ը, եւ աշխատել են հունվարի 2-ից, այսինքն ամբողջ տարվանցում այնտեղ այդ նոր աշխատանքները։ Հիմա չի մտնում ենք որ ճանապարհ։ Մտնում ենք նոր հիմնանորոգված ճանապարհ, որը 90-ականից հետո չի հիմնանորոգվել իրանացիների, այս ճանապարհը վերանորոգել ենք նախորդ տարվա ընթացքում 2025 թվականին 500 կիլոմետրի մասա, որը Արմավիրի մարզը Վաղարշապատի կողմից կապում է Արարատի մարզին Մասիսի կողմից։ Օգտագործվում է։ Հիմա արդեն շատ ինտենսիվ է օգտագործվում։ Մենք ստեղից գնում ենք այս ճանապարհով։ Այս ճանապարհով դուրս են գալիս արդեն Արարատի մարզ Մասիսի կողմից։ Նախկինում այս ճանապարհով, այս ճանապարհի փոխարեն քաղաքացի պիտի անցներ Էջմիածնի միջով, դուրս գար Էջմիածնի կենտրոն, հետո գարեի երթուղով, որով մենք նոր եկանք, իսկ հիմա շատ կարճ հիմնականում Արարատի մարզից Զվարթնոց օդանավական եկող ժողովուրդն էլ օգտագործում է նաև այս ճանապարհը, ինքը գյուղատնտեսական առումով էլ դեպի շուկաներ գնացող լավ ճանապարհ է եւ այն կողմից եւ Վաղարշապատի կողմից։ Այսինքն նաև օդանավական Արարատի մարզի ժողովուրդը Մասիսի տարածաշրջանի հիմնականում օդանավական գալիս են այս ճանապարհը օգտագործելով։ Մենք այս ճանապարհը ամբողջությամբ հիմնանորոգել ենք 2025 թվականին։ Բայց Արմավիրում ուրիշ ճանապարհներ են Մենք մոտավորապես 30 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել ու վերակառուցել Արմավիրի մարզում, դեպի Տանձու, դեպի Վարդանաշեն գնացող ավարտել ենք։ Ճանապարհը ավարտել ենք, Մանկապարտեզի կողքով անցնող ճանապարհը ավարտել ենք, դեպի Վարդանաշեն գնացող ճանապարհի հիմնական մասը ավարտել ենք։ Հիմա խոշոր նախագիծ ենք սկսել նախորդ տարվա վերջ դեպի Մերձավան, Նորակերտ, Այգեկետ հատվածի շինարարական աշխատանքներ իրականացում եւ ընդամենը մի քանի օր առաջ դեպի Շահումյան, դեպի Մոնտեավան եւ այդպես դեպի աշտարակ գնացող ճանապարհի հիմնանորոգումը։ Ճիշտ է։ Բանից որ Էջմիածնից Վաղարշապատից գնում է դեպի Վաղարշապատից դեպի Շահումյան, Մոնտեավան եւ գնում է դեպի աշտարակ։ Այդ հատվածը վերջին անգամ վերանորոգվել է կարծում 25-30 տարի առաջ, հիմա հիմնանորոգում ենք միջելոց այդ ճանապարհը նաեւ լայնացնում են, որտեղ ճանապարհի հետ կապված միշտ անվտանգության հարց են բացասել բնակիչները, հիմա նաև կլայնացնենք այդ հարցը գծել։ Շատ լավ ճանապարհ է, գծանշումարված։ Մենք հիմա բոլոր ճանապարհները բանվարչում ենք գծանշում ենք Դերմոպլեքս գծանշումով, որը մոտավորապես 5 տարի մենք երաշխիք ունենք, կախված ձմեռային սպասարկումից իհարկե, այնտեղ որտեղ շատ ածուն գալիս, տեխնիկան քերելու ժամանակ որոշակի խնդիրներ առաջացնում, օրինակ Մեղրու Լեռնասկու սովորական գծանշում ենք անում, Դերմոպլեքս չենք օգտագործել, մնացած հիմնական հատվածները Դերմոպլեքս ենք անում։ Դե հիմա մենք խնդիր ունենք նաև ունեցել ենք եւ ուզում ենք այդ խնդիրը, որ որակական ստանդարտը գնալով ավելի բարձրանա եւ քայլ-քայլ գնում ենք, որովհետեւ որակն էլ կառուցելով է բարձրանում, չես կարող գնաս լսարանում կամ կաբինետում կամ դահլիճում որակի բարձրացման մասին խոսած ու դրանից որակը բարձրանում։ Մենք աշխատելով անելով որակը բարձրանում։ Հիմա նաև ճանապարհային դեպարտամենտը բանջը նոր տեխնիկա են գնել, որտեղ լաբորատորիա եւ այլն, որ ցանկացած տեղ կարողանում գնալ ստուգել եւ վերջերս պայմանավորվեցինք, որ Երևանում էլ քաղաքապետարանը խոսեցին, որ Երևանում աշխատանքները նաև ճանապարհային դեպարտամենտը աջակցի, որպեսզի որակի վրա ավելի խիստ հսկողություն։ Անվարջապետ նախորդ տարվա ընթացքում 4600 նմուշարում ենք իրականացրել պետական լաբորատորիայի։ Քանի 4600, ինչը 3 անգամ ավել է, քան 2024 թվականին իրականացված է։ Գործնականում մեր կառուցած 500 կիլոմետր
շարում պետական լաբորատորիայում, նաև ձեր ազնվացիա արդեն սկսել է գործել գործընթաց լաբորատորիան էլի նոր սարքավորումներով համալրելու մասնավորապես միտումի ծերասման սարքավորում ունենանք, արգելակման չափից սարքավորում ունենանք եւ ճանապարհները այսօր դիապետության կտունենք նաև այս նմուշարումները իրականացած։ Հիմա ասֆալտի տարբեր շերտերի նմուշարում ենք իրականացնում, հատիկայի կազմենք որոշում ենք նաև գծանշման որակ, երթևեկության նշանների որակ, ասենք բավական կարողություն ենք, հարթություն ենք որոշում նաև բավական լավ են լաբորատորիայի կարողություն։ Մենք դե սարքերել չէ, որոնք երթևեկում են եւ ճանապարհների որակի մասին այս ինֆորմացիա են տալիս, թե որ ճանապարհն առաջնահերթ որ պետք է կառուցել եւ այլն։ Ունենք մենք հիմնականում միջին նորոգում անենք, թե հիմնանորոգում որոշում ենք այդ սարքավորումների միջոցով, բայց նաև առաջիկայում պլանավորում ենք նոր տեխնիկա եվրոպական ձեռք բերել, որը մեզ հնարավորություն կտա հիմա պլանավորել այդ ճանապարհում մենք հաջորդ աշխատանքը երբեք անենք, այսինքն 5 տարի հետո, 4 տարի հետո այդ հաջորդ աշխատանքը ինչ կլինի։ Որ աչքա չափով չէ։ Այո, ինֆրակոմպյուտերով լաբորատոր հետազոտություն անում, երբ որ երթևեկում ճանապարհի վրայով եւ ինքը նաև արհեստական բանականության միջոցով վերլուծություն անում եւ խորհրդատվություն տալիս, որը անենք, երբ անենք, եթե փոսային ենք անում, ուշ մակերեսով անենք, ինքը նաև առաջարկում է հիմնանորոգում անենք, թե միջին նորոգում կապված 70 սանտիմետր ճանապարհի խորությունն է վերլուծում։ Առաջիկայում սա